Բարև ձեզ, այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել մի շատ համեղ խմորեղեն, խմորիչով, չամիչով, չոր մրգերով և ընկույզով։ Անցնենք գործի։ Ուրեմն ձուն ենք կոտրում առաջին հերթին։ Այս հարկավոր է 2 ձու։ Եվ շաքարավազը միասին, այսպես մի փոքր խառնում ենք։ Ավելացնում ենք հորից մի քիչ տափկաթ, 400 գրամ կաթը մեզ հարկավոր։ Ավելացնում ենք աղը, խմորիչը, մի փոքր խառնում ենք և ավելացնում ենք արդեն մաղած ալյուրը, ինձ մոտ 1 կիլոգրամ ալյուր է, բայց մեզ հարկավոր է 700 գրամ։ Քիչ-քիչ ենք ավելացնում, մենք գիտենք, որ ալյուրները տարբեր են լինում, մեզ հարկավոր է փափուկ խմոր ստանալ։ Խառնի։ Ավելացնում ենք բուսայուղը։ Տանալու։ Տեսնում եք։ Շարունակում ենք ունցելը, տեսեք փափկիկ ձեռքերին կպչող խմոր ենք ստացել։ Ծածկում ենք և դնելու ենք լույսը վառած ջեռոցում։ Սիրելիներս, ուրեմն խմորը շատ բարձրացել է, այսպես տեսեք, հիմա ես մի փոքր խառնեցի, որպեսզի այսպես հավասարեցրեցի, որպեսզի մաքրեմ և դատարկում ենք սեղանի վրա, գորգի վրա։ Այսպիսի խմոր ենք ստացել, թույլ, փափուկ, շատ լավ խմոր ենք ստացել։ Մի րոպե կտրիչ վերցնեմ։ Ուրեմն բաժանում ենք 2 մասի։ Այսպիսի։
թողնելու ենք 5-ից 10 րոպե հանգստանա մեր խմորը եւ շարունակենք։ Մի փոքր սեղան ալյուր ենք անում եւ կրկնակում ենք։ Տեսեք ինչքան փափուկ խմոր ունենք մենք։ Խմորը խնամքով ծածկում ենք։ Աշխատում ենք ուղղանկյուն բացել։ Ուրեմն այսպես կարագը քսում ենք, տարածում ենք խմորի վրա։ Աշխատեք կարագը շատ փափուկ լինի, որովհետև խմորը շատ թույլ է եւ չվնասենք խմորին։ Անջատի։ Այսպես, հիմա կարագի վրա ավելացնում ենք շաքարավազը, եթե ունեք այսպիսի շաքարավազ, կարմիր գույնի է կոչվում, չգիտեմ, ինչ որ անուն ունի այս շաքարավազը, շատ չէ, այսպես մի փոքր։ Ավելացնում ենք չամիչը չոր մրգերի հետ, տեսեք, չամիչը արդեն լվացված եւ մաքրած չամիչ է, տեսեք։ Հավասար այսպես բաժանում ենք, տարածում ենք։ Տարածում ենք ընկույզը։ Ռուլետի նման այսպես փաթաթում ենք։ Ոչ շատ ցիկ, ոչ շատ թույլ։ Եվ այսպես ամրացնում ենք։ Փոքր այսպես կրտնակով։
Հիմա կտրելու ենք, մի փոքր այստեղ վերևը մնում է, տեսեք։ Ուրեմն տեղավորելու ենք այսպիսի ձևամանի մեջ լավ կարակոտել ենք ձևամանը։ Հիմա տեսեք, առանձնացնում եմ ես և փաթաթում եմ, տեսեք այսպես։ Դնում ենք մեր ձևամոնի մեջ։ Հավասարեցնում ենք։ Հիմա թողնելու ենք, որ նորից բարձրանա, անպայման բարձրանա։ Ծածկենք սրբիչով և թողնենք բարձրանա։ Նույնը կրկնելու ենք երկրորդ խմորի հետ։ Նույնը կրկնում ենք երկրորդ խմորի հետ։ Անպայման չէ, որ այսպիսի շագանակագույն շաքարավազ լինի, նորմալ սպիտակ շաքարավազ էլ կարելի է։ Գույսը։
Այսպես։ Տեսեք։ Ծածկում ենք և սպասում ենք մի քիչ բարձրանա։ Ուրեմն, սիրելի հետևորդներ, արդեն տեսեք, այսպես շատ լավ բարձրացել է։ Հիմա հարելու ենք ձուն, ձվի դեղնուցը մի փոքր, մեկ ճաշի գթալ կաթի հետ։ Ինքը շատ նուրբ է, խնդրում եմ շատ զգուշությամբ քսեք ձուն։ Ուրեմն, նախորոք այն ժամանակ, որ դրեցինք մի փոքր բարձրանա, խնդրում եմ ջեռոցը միացրեք, որպեսզի հասցնի տաքանա, շատ լավ տաք, ջեռոցում պիտի թխենք, 150 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով։ Հիմա երկրորդին ենք ձուկ քսում արդեն, շատ զգուշությամբ, որ բարձրանում է, ավելի նուրբ է դառնում։ Տեսնում եք, չէ, ինչպես է բարձրացել։ Այսպես խնամքով, զգուշ։ Հիմա քանի դեռ տաք է, մեղր ենք քսելու, որպեսզի շատ գեղեցիկ փայլի մեր համեղ խմորեղենը, մյուսի վրա շաքարի փոշի կցանեմ, որովհետև կարող եք շաքարի փոշիով էլ անել, այնպիսի մարդիկ կան, որ մեղրից ալերգիա ունեն այդ պատճառով, այսպես քանի տաք է, այդպես քսում ենք։ Շատ քիչ։ Որտեղ սպասենք մի փոքր սառի, որ կարողանամ անջատել ձևամանից։ Սիրելիներս, մենք ավարտեցինք արդեն պատրաստել մեր գեղեցիկ խմորեղենները։ Հիմա որպեսզի համոզվեք, որ եփված է, այսպիսի փայտիկով ստուգում եք։ Չոր դուրս է գալիս, տեսեք։ Ոչինչ չկա։ Իհարկե ջեռոցից հանելուց կստուգեք։ Հիմա այս մեկը մենք շաքարի փոշի անենք, որպեսզի դուք տեսնեք ինչ տեսք ունի շաքարի փոշիով արդեն։ Այսպես։ Հիմա սա դեռ տաք է, իսկ սա հասցրել է մի փոքր սառել։ Կտրենք, որպեսզի դուք տեսնեք արդեն ինչ խմորային մասը ինչ տեսք ունի, ինչպես է եփվել։
Այսպիսի գեղեցիկ խմորեղեն ստացանք եւ շատ համեղ։ Գերտանք է։ Տեսեք ինչպես լավ եփված, տեսեք առանձնանում է։ Այսպիսի գեղեցիկ խմորեղեն ստացանք և իհարկե համեղ շատ։ Եվ այսպես ելի հետևորդներ ավարտենք այսօրվա մեր տեսանյութը, ինձ թվում է ձեզ դուր կգա, որովհետև այդքան էլ դժվար չէ, բարդ չէ պատրաստելը, շատ ժամանակ չի խլում, միայն խմորը գալուց է, ինձ թվում է մի փոքր սպասել պետք, ինձ մոտ տևեց 50 րոպե գրեթե։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, այդ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, այդ ձեր ակտիվ հետևելու համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս եւ խնդրում եմ, որ անպայման փորձեք պատրաստեք, որպեսզի ձեր ընտանիքի անդամներն էլ հիանան ձեր վարպետությամբ, իհարկե շատ համեղ եւ շատ լավ խմորեղեն է։ Այսքանը սիրում եմ բոլորիդ, մինչ նոր համեղ հանդիպում, քանի որ լինելու են շատ հետաքրքիր խմորեղեններ, ժելեր որոշել պատրաստել եւ այսպես շարունակ։ Ցտեսություն։